Դրանից զատ ունենք ամենակարևոր ավարտական բլոկը, ավարտական փուլը, որին շատերը այստեղ սպասում են։ Նվերների և շնորհավորանքների փուլին անցնենք։ Օզոն, հա։ Այսօրվա մեր բարն է դա երևի Ինչպես Լալան նշեց, ուրեմն ունենք կարիերային աստիճաններ, խոսում էինք կարիերային աստիճաններով ու մեր նախորդ NKS-ից հետո, Գյումրիում տեղի ունեցած NKS-ից հետո ունենք նոր ստատուս բացած գործընկերներ, որոշները հանգամանքից ելնելով, որոշ հանգամանքներից ելնելով տեղում չեն, կշնորհավորենք ուղղակի բանա, որ իրենց սերտիֆիկատները կփոխանցվեն իրենց, իսկ ովքեր որ տեղում են, կխնդրեմ մոտենամ բեմին ու ստանան իրենց նվերները։ Ուրեմն առաջինը շնորհավորելու ենք ասիստենտներին և սերտիֆիկատները շնորհելու համար բեմ ենք հրավիրում Հայկ Ալեքսանյան։ Առաջին ասիստենտը, որը որ այս պահին ներկա չէ, Զավեն Մանուկյան, բուռն ծափահարություն է գրել, մի հատ էլ ծափահարենք, Օզոնի տարբերակը չենք մոռանում։ Հաջորդ մեր ասիստենտը եկեք շնորհավորենք Արմինե Մելիք Արամյան։ Օզոնը չենք մոռանում, անընդհատ չհիշեցնենք։ Բուռն ծափահարություններով դիմավորեք։ Աբա, Օզոն, Ուրեմն շատ ուրախ եմ, հարգելի գործընկերներ, որ ձեզ այստեղ տեսնում եմ։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի, շնորհավորանքների համար։ Չեմ կեղծի, ասիստենտի ստատուսը իմ համար իսկական մարտահրավեր էր, քանի որ իմ համար այս ոլորտը նոր էր, իսկ ինչը նոր է մեզ վախեցնող է, կասկած է առաջացնում, բայց ես դրա հետ մեկտեղ քայլելով այդ ճանապարհ, այդ կասկածների, վախերի հետ մեկտեղ անում էի փոքրիկ քայլեր, ուսուցում էի ստանում, փորձ էի ստանում, սխալվում էի, լսում էի իմ կուրատորների ճիշտ խորհուրդները և այդ արդյունքը իրեն չսպասեցրեց։ Իհարկե մենք բոլորս գիտենք, որ այս ստատուսին հասնելու համար մեզ պետք է թիմ, ուժեղ թիմ։ Եվ ես շատ շնորհակալ եմ առաջինը իմ թիմագիցներին, որոնք այսօր այստեղ իմ կողքին են։ Ես իմ թիմում ունեմ շատ խելացի գործընկերներ, որոնք հասկացել են ընկերության հնարավորությունները և օգտագործում են այդ գործիքները։ Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հասնեք ձեր նպատակներին։ Ես ձեր ձեռքը ամուր բռնած եմ և դուք իմ ձեռքը բաց չթողնեք։ Նաև շնորհակալություն եմ հայտնում իմ լիդերներին, Հայկ Ալեքսանյանին, Լիպարիտ Զաքարյանին, Արփինե Սարգսյանին, Շողեր Մնեյանին, Սաթենիկ Մնեյանին, նրա համար, որ այս ամբողջ ճանապարհին նրանք իմ կողքին էին։ Չէ, ձեր ուսուցման փորձը, չէ՞, ձեր ուսուցման փորձը, ձեր փորձը փոխանցեցի, ձեր փորձը փոխանցեցի։ Ես ամեն ինչ լուրջ եմ ընդունում։ Չէ, իրոք ձեր փորձը շատ մեծ էր այս ճանապարհին, խոսքը դրա մասին է, և լիդերները, ովքեր այն պահին, երբ որ անգամ ես ինքս իմ վրա կասկածում էի, դուք չէիք կասկածում, որի համար ես ձեզ շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների համար,
Բոլորին ցանկանում եմ հաջողություն, շատ շնորհակալ։ Ապրես։ Զգում եք, չէ՞ ժողովուրդ։ Շնորհավորում ենք։ Օզոն։ Զգում եք, չէ՞։ Վարը քեն հրավիրել զորը չէ՞։ Ապրես։ Դա գնացիք առաջ։ Ուրեմն առաջ անցնենք ու մեր հաջորդ ասիստենտը Քնարիկ Հայրապետյան, որ նորից որոշ հանգամանքներից ելնելով, եթե չեմ սխալվում, Վրաստանում է, իր գործընկերը կփոխանցի, Ժաննա, փոխանցենք ձեզ դրա։ Դա եք իրատեղել ու բարասել։ Ուրես է, ով փոխանցում։ Արեք, հա։ Ամեցեք ստանալու։ Նարիկ Հայրապետյանը իմ գործընկերս է, ապրում է Երևանում, բայց ինչ-ինչ հանգամանքների պատճառով չկարողացավ այսօր ներկա լինի։ Քնար ջան, շնորհավորում եմ, ուրախ եմ, որ իմ գործընկերս եք։ Շնորհակալություն։ Հաջորդ մեր ասիստենտը Արմեն Պետրոսյան։ Վաու! Նա օզոնային ատմոսֆերա ստեղծեք։ Արդեն կարող ենք բազար անցնել, առաջարագեմ $100 ստացել, 50-50։ Կնդրեմ շնորհավորում ես մի անգամ անջան, բաղր ասա, ուշի, ինչի ով դե Ինձ հրավիրեց իմ կուրատորը այստեղ չի Արմինե Մաթևոսյանը, բայց իմ անմիջական կուրատորում հետ ես աշխատում եմ, ու մեկը դա բրույրն է, Խաչատրյան բրույրը այստեղ է, որից շնորհակալ եմ բոլորից հետ, շնորհավորանքների համար, շնորհակալ եմ իմ թիմից, իրենց հետ միասին հասանք եմ ասում այս արդյունքին և այն զգացողությունը ինչ-որ իրոք շատ հաճելի է, որ գտնվում ես բեմի վրա և տեսնում ես ոնց ենք է շնորհավորում, ես նույնպես կկանգնեմ բոլորի կողքին, որ իրանք հասնեն այս նույն արդյունքին և արժանանան նման շնորհավորանքների, շնորհակալ եմ իմ կուրատորների, մեր լիդերներից, ձեզանից բոլորից, իրականում ես սկզբից, որ եկա բիզնես, պասի եկամուտի համար եկա, ինչ-որ ճիշտն է, բայց նոյեմբերի մեր նախորդ այդ միջոցառման ժամանակ տեսա ինչպես այո ինչ հաճելի բան է, երբ որ բեմ ես բարձրանում եւ հասկացա բոլոր հնարավորությունները եւ վստահությունս ավելի մեծացավ։ Ես ինքս այս կյանքում միշտ մտածել եմ, որոշել եմ, որ բիզնեսը դա այո մարդուն կարելի է տալ այն բարեկեցի կյանքը, այն ազատությունը, որ ցանկացած խելամիտ մարդ սպասելիքներ ունի կյանքից եւ ուզում ես ստանալ կյանքից առավելագույնը, որովհետև բոլորս գիտակցում ենք, որ մի անգամ է տրված այս կյանքը եւ այնպես չէ, որ շատ երկար ժամանակ է։ Այնպես որ ես այդտեղ որոշում կայացեցի եւ ինքս ինձ խոստացա, որ հաջորդ միջոցառմանը, հաջորդ մեր կոնցերտը ես պիտի բեմ բարձրանամ ու ինձ շնորհավորեմ։ Հիմա այստեղ այնով որպես ասիստենտի արդեն կարծեք գագում։ Հաջորդ միջոցառմանը ինչ ես խոստանում, այսքան մարդկանց ներկայությամբ զապիս կենաց։ Հաջորդ միջոցառմանը առնվազն հաջորդ ստատուսը, կոնսուլտանտը հաստատ, դե կձգտենք, բայց առավելագույնը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհավոր Արմեն Պետրոսյանին եւ մեր հաջորդ ասիստենտը Լուսինե Բաղդասարյան, Վահրամ Բաղդասարյանի մայրիկ։ Շնորհավորում ենք։ Խոսքես ներկայացրու պատմի ոնց էր ինձ զգացումներն։ Շատ շնորհակալ եմ, իսկապես հուզված եմ ու նաև ուշներից նայեցի Հայրապետյանի երկար չեմ խոսելու, հասկանալի
պատճառներով այդպես ստացվեց այսօր, հալած գող եմ ապրում։ Այդպես, ուրեմն ինչպես հասկացաք, շնորհակալ եմ Արմինեի լիդերները, գիտենք մեր Հայկ Ալեքսանյանը, Բարի Զաքարյանը, Արփնե Սարգսյանը, այսպես իջնելու են, Վահրամին հրավիրեց բիզնես, Վահրամին հրավիրեց Լալա Սարգսյանը, Լալային էլ բավական, մեր բավականին հիշենք էլի, վերջում եկա Հայկնա, շատ հուզված եմ առաջին իմ կարելի ասել այդ ստատուսների պահով են զգում եմ, որ առաջին քայլն է, որ պիտի առաջ գնամ, հետո ինչ ինձ մոտիվացրեց, այսպես մտածում էի, իմ կուրատորը շատ աշուշուտ առաջ գնում, արդեն մոդուլների մասնակցումա ճանապարհորդությունների արդեն գնում, սկսեցի նախանձել կամաց, ուզում էի գնալ, այո, մասնակցել, մտածեցի առանձին ճանապարհության ագնում, ես էլ սիրում եմ ճանապարհությունը, բերեք աշխատում մի քիչ էլ բան անեմ, ես էլ հասնեմ հետևից, դա մոտիվացրեց ինձ շատ եւ ուզում եմ, ձգտում եմ ու կաշխատեմ այդ ուղղությամբ, հաջորդ միջոցառմանը հուսում եմ, ես էլ Արմենի նման, ես էլ ինչ-որ մի կոնկրետ կոնսուլտանտի կհասնեմ, շնորհակալ եմ շատ բոլորին, շատ շնորհակալ եմ։ Եվ վերջին մեր ասիստենտը Նելի Կարապետյան, Նելին տեղում է, Նելի Կարապետյանի պապվեգերի ևս կանանեն գործընկերները։ Դուստերը։ Արիանության։ Ես Սամն եմ, ինչպես հասկացաք Նելի Կարապետյանի դուստրը և նրա գործընկերը, նա անցանում եմ կուրատորը, գրանցվել եմ վերջերս և այսօր կանգնած եմ այստեղ մի տեսակ տարբեր զգացումները, որովհետև վերցնում ոչ թե իմ, այլ մայրիկիս սերտիֆիկատը փաստացի, բայց հաջորդին իմը նա իմ մարդն է, ումով ես պարտանում եմ, որովհետև իմ կյանքում հանդիպած ամենաուժեղ, ամենանպատակասլաց ու իր ուզածին հասնող կանանցից մեկն է, եթե ոչ ամենան, և նա օրինակ է ինձ համար, որին կձգտեմ ու կհասնեմ անպայման։ Անցնենք մեր հաջորդ ստատուսներին, ուրեմն advisor ունենք երկու նոր բացած advisor-ներ, Սաթեն Մնեյան, որը որ այսօր Հայաստանում չէ, մնակում է Ռուսաստանում, օնլայն շնորհավորանքներ և ծախարություններ։ Եվ մեր հաջորդ advisor-ը, որը հենց երեկ բացեց իր ստատուսը, նախանվելով իր մայրիկի ստատուսից, որքն առաջ գնալ ավելի, Վահրամ Բաղդասարյան։ Ես Վահրամ Բաղդասարյանը, մեսօրվա ձեր հաղորդավարը, լավ թեվատ։ Ուրեմն ստատուսի կոնկրետ նպատակը այս բարակայը, որ ես շատ կար ժամանակատված ու կարելի ասել որոշեցի, որ ուզում եմ վերջի վերջով բացել երկար սպասումներից հետո, դա շատ են ասել մարդիկ, որ շատ ձգձգվեց արդեն, սկսած կուրատորներից, սկսած թիմակիցներից, որ շատ ձգձգվեց ու ուրեմն նպատակ դրեցի կարելի ասել շատ կար ժամանակատվածով, որ ուրեմն ես պետք է մինչև մեր գայսը այդ ստատուսը բացեմ, հիմնական դեք ինչ պահ կա, որ ես կարող է այս ամեն ինչի մեջ մաքսիմալ մոտիվացիա զգաք ու դուք էլ ձգտեք ինչ-որ մի
ստատուս բացակայացած որևիցե հաջողություն է նվազում մեր ընկերությունում, այն պահը, որ այն ժպիտները, այն շնորհավորանքները, այն մարդկանց ջերմ ու սրտանց ամենակարևոր խոսքերը ոնց որ ամեն ինչն է քո համար այդ պահին դառնում, որ դու ուզենաս հաջորդ ստատուսին հասնես կամ մեքենա ունենաս կամ որևիցե հաջողություն ունենաս, այսինքն ես կարևորում եմ մեր ընկերությունում մաքսիմալ ուրեմն արժեքները, որ մենք այսպիսի արժեքներ ունենք, այս արժեքների հիման վրա է կերտված ստեղծված մեր ընկերությունը ու գիտեմ, որ բոլորդ էլ ունենք այդ արժեքները, դրա հիման վրա է առաջ գնում։ Հետո նորարդի եկամուտ, հետո նոր ճանապարհություններ, մնացած բոլոր ասենք այդ արժեքները հիմնական ամենակարևոր մեր կետը հիմնված է հենց դրա վրա ու դուք եթե ամենակարևոր խորհուրդներից մեկը կարող եմ ձեզ տալ, եթե ունեք երազանք դա սարքեք, դա դարձրեք նպատակ, աշխատեք ձեր նպատակի համար եւ վստահ եմ 100%-ով որ կհասնեք նպատակին ու մենակ վերջնեք։ Հաջորդ մեր փուլը, հաջորդ մեր կարևոր նվերների շնորհավորանքների փուլին անցնելուց, այո, ունենք մենք Պորտմանեի ակցիա։ Բոլոր գործընկերները հուսամ գիտեք, որ մենք յուրաքանչյուր on-line, off-line հանդիպումներից հետո, ընկերության միջոցառումներից հետո հայտարարվում են պրոմոշոններ, այսինքն ակցիային մասնակցելու հնարավորություններ ու այն գործընկերները, ովքեր որ օգտվում են, ստանում են ընկերության պորտմանները, դրամապանակները հատուկ լոգոներով, ընկերության լոգոներով։ Եվ ունենք այսօր արված նախորդ NKS-ից, այո, Բահրամն էր իր պորտմաներով։ Ունենք մենք Գյումրու NKS-ից հետո արված նոր պորտմանի դրամապանակի ակցիաներ եւ այսօր եւս հենց դահլիճում ունեցանք նոր շահող, նոր դրամապանակի կրողները։ Սկսենք իրենից, Բրույր Խաչատրյան։ Բրույր։ Ոնց որ ասում են մի մատ 1000 հունար է, Բրույրը, մի մատ 1000 հունար, չէ, գիտեք այդպիսի բան, ինքը շատ մասնագիտական հմտություններ ունի, ինքը կարող է նույնիսկ երկաթից պատրաստել է, կամ փայտից ասենք։ Կարամ, ինձ համար իր համար պրոբլեմ չի, իր համար այդպես չկա։ Եվ ես ուրեմն ինչի համար հատկապես դրամապանակ, հա, մենք բոլորս գործ ունենք մեր գումարների ֆինանսների հետ։ Եվ մենք ուզում ենք, որպեսզի մեր ֆինանսները, մեր գումարային միջոցները, դրամները իրենց լավ զգան, իրենց ոնց որ ասում են բազմաբնակարան, ապահովներ, բազմաբնակարան, այս պորտմանեի մեջ, հա, եւ եթե մենք ունենք լավ պորտմանե, որը շատ հարմար է, մաքուր է, արժեք ունի, իրենք մեծ հաճույքով գալիս են այդտեղ մնալու։ Մաղթում եմ քեզ, որ այս պորտմանեն միշտ լինի լիքը, Իշան ծասես, նորից կա, ես ավելի Շնորհակալ եմ բոլորիցս, ուրեմն պատմեմ Պորտմանեի այսօրվա իմ դրամապանակի ակցիայի պատմությունը։ Ընդհանուր առմամբ ես շնորհակալ եմ Մարգարիտ Աբրահամյանին, քանի որ երեկ ես իր հետ վերջնական զրույց ունենալուց հետո գիշերվա ժամը 12:30 ասեց ես վաղը ակտիվանալու եմ $1000-ով։ Խնդրում եմ ոտքի Մարգարիտ ջան, շնորհավորեք Մարգարիտ Աբրահամյանին նոր գործընկերոջը, որը առավոտյան ժամը այստեղ հենց դահլիճում 11 ժամը 11:15 դարձավ գործընկեր։ Շնորհավոր։ Նոր գործընկերը ծափահարություններ, ինչպես ասում է, Հայկ ոնց է իր ասում, օզոն։ Ջան, ուզում եմ երկու բառ ասես, ընդհանուր ասենք քո որոշման եւ ինչի համար որոշեցիր։ Քո որոշման եւ այստեղ ներկայացնեմ ես բանի հացս միտար։ Ինչի համար ես որոշել, կտրեմ իսկի բառով։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ շնորհավորելու համար։ Բրույրի հետ on-line եք ծանոթացել։
Ես նախկինում ծանոթ եմ եղել այս կազմակերպության հետ, ուղղակի չի ստացվել, հա, որ առաջ լինամ, ուղղակի բրույլը շատ նպատակասլաց եւ համառ էր եւ անընդհատ ինքը ինֆորմացիայով, այսինքն կարողանում էր, հա, ինքը իմ լսելիքները իրանով անել։ Մի խոսքով, երեք միացա, այսինքն հրավեր կատարեց ինքը, որ ես գամ, ես ասեցի չեմ գա, օնլայն միացրի, ես կմիանամ կլսեմ։ Լսեցի, թեպետ շատ էին խոսում, խանգարումներ կային, ես այդ նկատողություն էի անում, որ թույլ տվեք գոնե լսեմ էլի, որ միացել եմ։ Մի խոսքով, ու ասենք, որ արդեն այդ հնարավորությունները, հա, հետո որ կարգը բացեցինք, ինքը մանրամասն, ես սիրում եմ, որ իմ հետ մանրամասն եւ մանրագրգիտ են, հա, բացատրում, ասում, որտեղ ես նախ հիշողություն չունեմ, հետո չգիտեմ, ես բարդ մարդ եմ։ Պատետ արեք, չեք արեք, հորացել եմ։ Ահա որ բարդ մարդ եմ ես, շատ բծախնդիր մարդ եմ ես, պահանջկոտ մարդ եմ ես, ու ինքը բոլոր իմ այդ տաժանակիր այդ ճանապարհներով անցավ, ոնց որ պայքարեց մինչև վերջ։ Ու ինքը բացատրում էր մանրակրկիտ, ոնց որ օրինակ հարազատը հարազատին սրտացավորին կբացատրեր կասեր, հա։ Ու դա այն որ ռուսերենի ասած պատկուպալը մինյա, մի խոսքով, ասենք կուպիտ ես արել։ Ես նաև ասեմ, ես ուրիշ բիզնեսի մեջ եմ կամ, մասնագիտություններ ունեմ, բայց քանի որ ինչ-որ չափ ծույլ եմ ես ուզում եմ պասիվ եկամուտի աղբյուր ունենամ, հա, ես ոչինչ չանեմ, բայց գումարը իմ համար աշխատի։ Ես հա, դրա համար որոշեցի, որ անպայման, ու ինքը խոստացել է, որ ինձ օգնել է, այ, լսեք, բոլորս, որ ինքը պետք է օգնի։ Ես որպես կուրատոր պարտավոր եմ միշտ լինել քո մոտ, քո մեջքին կանգնած։ Շնորհակալ եմ, ես քեզ վստահեցի իրականում, հա, քո մարտեզակը հարգում եմ, շնորհակալ եմ, որ ձեր մեջ եմ պոզիտիվ, ինձ այսօր շատ ադրենալիններ տվեցի։ Մի խոսքով շատ շնորհակալ եմ, տա Աստված, որ ամեն ինչ լավ լինի, ես էլ նախանձախնդրությամբ անայում ասեմ, ասեցի, թե ինչա, էլ մեկը ինչա, այսինքն բոլորը ինձ հետաքրքրեց, հա, որ ես էլ արդեն ինչ-որ հիվանդ եմ լավել։ Ինչը? Իհարկե ես վախկոտ եմ, բարել չգիտեմ։ Եթե բարով կունենամ, դա ուրիշ կա։ Դու ես դրա բարում եմ բարե։ Շնորհակալ եմ իհարկե քեզանից, շնորհակալ եմ բոլորիցդ։ Ես իհարկե այս Պորտմանեին շատ երկար եմ սպասել, արդեն 2 տարի ընկերության հետ համագործակցում եմ ու ասել եմ, որ զորով ես Պորտմանը չեմ ստանալու, առաջին նվերս պիտի լինի Պորտմանը։ Ու ինքս ինձ որոշել եմ, որ զորով չեմ ստանալու, ուղղակի ստանալու եմ իմ աշխատանքի արդյունքում։ Այո։ Եվ այսօր եղավ այդ օրը իմ աշխատանքի արդյունքում ստացա նվեր ընկերությունից Պորտմանը։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Եկեք դիմավորենք մեր հաջորդ ակցիայի գործընկերոջը։ Այս պահին ունենք 2 հոգի արդեն ովքեր որ ստացել են իրաց, հետո շնորհավորենք Գայանա Մարդոյան եւ Դիանա Եղոյան։ Ու այս պահին այսպես գտնվող մեր գործընկերը հաջորդ օգրամապանակի ակցիա կատարել է, շնորհավորում ենք Ժաննա Կարապետյանին։ Դուք Վրաստանից եք, բայց կա ինչ-որ մեկը, որ ստացել է Վրաստանից, այդպիսի մարդ, գույություն, պատնական պահ է։ Պատնական պահ է, չկա, դուք առաջին եք։ Որտեղ եք Վրաստան։ Ես այն ուր բարեկամներ, տեսեք
սա պատմական պահ է։ Սա պատմական պահ է, որտեղ ընկերության մեջ առաջին անգամ Վրաստանը ստացավ, Վրաստան ներկայացուցիչ, որ բնակվում է Վրաստանում, ստացավ պորտմանե։ Եկեք շնորհավորենք բարձր ծափարություններով մեր պորտմանեն գնաց Վրաստան։ Իսկ պատմեք, ասեք տպավորությունը ինչի համար այդ պորտմանեն դուք արեցիք, ինչ նպատակ ունեիք։ Փոխանցել են գործընկերներին, գործընկերս հասկանալով վստահելով մեր ընկերություն է, ինքը կատարեց շրջանառություն, հատուկ իմ համար, որ ես ստանամ այս նվերը։ Շնորհակալ եմ Սեփանյանին, շնորհակալ եմ իմ թիմից գործընկերներից, շնորհակալ եմ իմ լիդերներին։ Նաև շնորհակալ եմ, որ մենք ունենք այս ընկերությունը ու նման հնարավորություններ։ Թող որ բոլոր գործընկերները օգտվեն մեր այս շատ հնարավորություններից։ Սուպեր։ Օզոն։ Հաջորդ մեր դրամապանակի ու վերջին դրամապանակի ակցիաներած մարդը Նարինե Ալեքսանյան։ Շնորհավորում ենք։ Օզոն։ Նույնիսկ Պետրոսյան Արմենի մայրն եմ։ Ես մնացածներ եմ տեսել տղաս, մոտավ այս Մեր պարտությունը նույնն է։ Այո, մեր նույնն է, իր հետևից գալիս եք։ Շատացուց է տալիս, որ ընկերությունը ընտանեկան բիզնես է, ընտանեկան արժեքների վրա է նվար, որ ալեն դարը։ Սկզբում բնականաբար ոչ մեկը չի հավատում։ Մտնում եք վախով, մտնում եք դողով, երբ բացանում եք սկզբից դողով, բնականաբար, հետո կամաց սկսում ես թուլանը։ Տեսնելով մարդկանցները, Երկու անեկդոտից հետո թուլանում է։ Ինքնստիկյան թուլանում։ Ու ինչ է, շնորհավորում եմ իմ տղային, ես ուրախ եմ որ այսպես գրասի տղա, թող ավելի շատ բարձունքների հասնի, ես էլ իր հետևից գամ, աստիճան, մարդուց որ դնում է քայլա դնում, եթե ոչ մեկը մի անգամից չի բարձրանում, աստիճանաբար քայլ մարդը բարձրանա բարձունքների, հասնի բարձունքների, և ամենակարևորը լինի ցանկություն, այդքան փող շատ լինի, ներդնել այս գործի մեջ, առաջ գնա։ Պարոն վայել եք, բոլոր պորտմանե ստացողները, պարոն վայել եք։ Շնորհավոր։ Մեկ անգամ ևս շնորհավորենք բոլորին։ Անժելա Մկրտչյան նաև։ Ծափերով դեմ հրավիրենք գործընկերոջը։ Հաստորեն վերջինը չես։ Չէ, նախանձ։ Չէ, փոշկանա, չենք տրա։ Շնորհավորում ենք, հաստորեն դուք ով եք, Անժելան եք։ Կուրատը եք, սանում եք, փոխանցում ենք այս դրամապանակը, Անժելա, բարևներ, Ես շատ ուրախ եմ, որ ասիկ ինչի Անժելան արեք դրամապանակ։ Իմ խմբի մեջ է, ինքը շատ նպատակասլաց աղջիկ է, շատ ակտիվ, շատ իր հմտությունները շատ մեծ են։ Շնորհակալ եմ մեր կամպանիայից Stability, որ տալիս է նման հնարավորություն, որ բոլորը ցուցադրեն, ցույց տան իրենց հնարավորությունները ի գործ։ Կատարեն իրենց Որսակը կայլել է։ Անժելայի անունից ես շնորհակալություն հայտնեցի կամպանիային։ Շնորհավորում ենք, Անժելա, բարով բարևեք,
ունենաք շատ գումարներ, թե տրամաբանակը միշտ ծանր լինի եւ դա լինի ձեր միակ խնդիրը կյանքում, որ տրամաբանակը ծանր է։ Խնդիր է, չէ՞։ Կարող եք նույնիսկ մեկին վարձեք, որ տրամաբանակը կրի վերա։ Ունենաք ստատուս։ Մեկ անգամ ևս շնորհավորենք բոլոր դրամաբանակի տերերին, նոր ստատուս բացած անձանց եւ վերջացնենք մեր ինֆորմացիան ու փորձենք հասկանալ ինչքանով է այսօրվա մեր միջոցառումը ինֆորմացիայով, գիտելիքներով լեցում ու ինչպիսի տպավորություններ ունեցաք դուք, ինչքան ու կարևորը օզոնով ինչքան լիքներ։ Լավ չէր օզոնի պահը։ Հայկի մոտար լավ է ստացվում օզոն գորալ, չէ՞։ Մի հատ էլ փորձենք հասկանալ ինչպես է տրամադրությունը, ինչպես է ինֆորմացիան։ Ընդհանրապես մենք Պորտմանեի ակցիան հայտարարում ենք վերջում, բայց ձեր սպոնսորների ոնց որ ասած խնդրանքով մենք մի քիչ շուտ կհայտարարենք, որովհետեւ ժամանակ շատ ունենանք, կամ արտով որ ուզում է ստանա այս Պորտմանեից։ Կա մի հոգի տամենը եւ վերջա։ Կտրեմ ասի պայմանները։ Լիպարիտը լավ է, որ խոսքերը շուտ սլաները փոփոխ, բայց մինչև հայտարարերը բերեք վերջնական այս ամբողջ ինֆորմացիան ստացել ենք մենք մեր խոսնակներից, բոլորս ինֆորմացիան լիովին հուսամ հասկացել ենք, ընդունել ենք, մեզ համար շատ օգտակար էր ու բերեք շնորհակալություն մեծ, որին շնորհակալությունը հայտնենք մեր խոսնակներին, ովքեր որ մեծ ջանք թափեցին այս ամբողջ օրը, ամբողջ օրվա ընթացքում ինֆորմացիան մեզ տրամադրելու, մեզ աճեցնելու համար, ուղղակի խոսքերը չեն ասվելու համար, ասվել են մեզ աճեցնելու համար ու Հայկի ասած օզոնը ասենք ու հերթով առաջին մեր խոսնակը Լիպարիտ Զաքարյան, շնորհակալությունը մեր խորին, երկրորդ մեր սպիկերը Արփինե Սարգսյան, որն ծափեր, մեզ բեմի վրա կանգնել, խոսել, շատ մեծ հմտություններ սովորեցնող տվող սպիկեր Հայկ Ալեքսանյան եւ մեր վերջին սպիկերը Լալա Սարգսյան ու շատ կարևոր նաև մեծ շնորհակալություն իմ անմիջական լիդերին, ում հետ առաջին իսկ օրերից ճանապարհ ենք բռնել, չնայած այն հանգամանքին, որ մի որոշ ժամանակ ես դադար էի վերցրել, բայց այս ամբողջ փուլերը հերթով քայլ առ քայլ անցնելու բոլոր լավագույն հնարավորություններից առավելագույն օգտվել սովորեցնող անձին շնորհակալություն մեր Շողիկ Մնեյանին։ Այդ ծևի սպոնսորին անեգիրոք եմ ասում, ես զարմացա, ու զգացի ինչքան է իր համար սպոնսորը առաջնային, քանց մենք, անկեք զման։ Այդ ծևի սիրեք ձեր ամիջական, սիրեք, հարգեք կուրատորներին, կարևոր չէ, առաջինը ամիջական կուրատոր, նոր թեգուս ներկաչ, նոր հայք ներկաչ։ Մենք շատ ճանապարհ ունենք Շողիկի հետ անցած, մեր առաջին սուպեսը չի։ Давайте։ Մեկ անգամ ևս բուրըն ծափեք։ Ու всё, շարավակ, давай, ես հիմա հաղորդավարներին շնորհակալություն։ Ես շնորհակալություն եմ հայտնում հաղորդավարներին, որ այսօր ջանք ու եռանք չխնայեցին եւ նաեւ արշագին, որ տեխնիկական մասը, սլայդերի մասը, հսկայական աշխատանք, ես ձեզ ասեմ, գիշեր ցերեկ, առանց տրեժնջալու, ինչ հանձնարարություն եղել է, ամենաառաջինն է կատարել։ Այսպիսի մարդ, որը միշտ ունի պատասխանատվություն է եւ միշտ կարող է ձեռք մեկնել ձեր էվոլուցիան։ Իսկ հիմա Լիպարիտը կներկայացնի Պորտմանեի ակցիան։ Այս ակցիան իրականում վաղն էր հայտարարվելու, բայց որպեսզի մեր բոլոր գործընկերները հնարավորություն ունենան ու աշխատեն այդ դրամաբանակն, դրամաբանակներին
այդտեղ է, շատ արագ արեք, որպեսզի մենք ձեզ հանձնենք այդ դրամապանակները։ Ակցիան հայտարարում ենք այսօր հարգելի գործընկերներ, բոլոր գործընկերները, ովքեր ունեն NKS-ի տոմսեր եւ առաջին գծում անում են $500 շրջանառություն, 500 USDT-ի շրջանառություն, մինչև երկուշաբթի օրվա ավարտ ստանում են դրամապանակ հաջորդ համազգային կոնֆերանսին։ Եթե անում եք այսօր, ստանում եք վաղը։